Սաղ է երկրորդն էլ ասենք պատճառն ինչ է, որ ես գործարանի ասպային պրովոկել է ու սենց կոպիտ ասած շպրտել են մի կողմի վրա գնացել են, ասենք թիկած ունենալով ես քաղաքի ժողովուրդը ոչ ստեղ է։ Ուզում եմ պետականացնել։ Այսինքն ինքերը Վերադարձնեն ժողովրդին, այդպես ասում են Նիկոլ Փաշինյանը։ ինչ որ է, դա փակ։ Դա ինչ կապ ունի պետականացման։ Դա պրոցես է, որը ոչ մեկ էլ ոչինչ չի կարող կանխարգելել խոսել։ Ուդիլը հարց է։ Բայց այս մարդիկ օրական են գործել։ Բանկերին ունեն ապարիկներ, հիպոթեկներ, եսի մինչև պետք տան։ Որ բանկն եկավ տվի օրը անցավ ժամկետանց չէ, մարկային վատ պատմություն ու կյանքի ավելի բարդ պրոցես։ 1000 հոգում ու քաղաքի ժողովուրդից։ Մենք ինչ անենք։ Տեսա։ Ամեն ամսի 15-ին մուծումներ ունեմ, ոստիկաններից բռնած, բանկերից դուրս եկած հարկադիրներից եղած։ Իմ ամսի 15-ին ով է իմ պատասխանը տալու ու ոնց։ Որ չենք աշխատող վարձա։ Խոսում էին բռնատիրական երկրից, հիմա ավելի շատ բռնատիրականը գալու եք իմ տեղը, ով է գալու իմ վարկերը մուծի։ Ոստիկանը մի օր ուշացնեմ իմ տունը պետականացնելու է, ով է տալու իմ։ 25 տարի անորոշությունը փակ։ Հո դուրը գներեք, բացեն, աշխատողները աշխատեն, իրանք հարցերը լուծեն։ Հիմա իմ հարցը կոնկրետ ով է լուծելու, իմ հարցը։ Իմ հիմնարկը աշխատումները այսքան ժողովրդական աշխատում էին, դուրը փակելով ինչ են ուզում ասել։ Դրանով ներկայացնում են իրաց դեմքը, իրաց դիմակը։ Ժողովրդավարությունը տենց չի լինի։ Եթե ժողովրդավարությունն է, Հիսուսը Աստվածը չարինել է ներում, բարիին է։ Եթե ուզում ես լավ մարդ լինես, ով ուզում է լինի, ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ հասկանում եմ, ոչ էլ դպրոց եմ գնացել, բայց ապրել եմ 90-ական թվերից մինչև այսօր իմ աշկերի դեմը հələ չի եղել մի հատ վարորդ քրեական պատասխանատվության ենթարկվի։ Էս ինչ քաղաք սարքիք, էս ինչ երկիր։ Ամոթ կանեմ, հիմա միտեղ կանգնեմ, ասեմ հայ եմ, ու այս ժողովրդի մեջ ապրելով 50%-ը դարել է չգիտեմ ինչ։ Մեկ այդ բան ես խոսում ժուրնալիստի նման, ձեր նման այսպես պահումա կամերան դեմքիդ գցում է ինտերնետ։ Էս ինչ դարավ։ Մարդ եղեք մի քիչ։ Մեր հերոսներին մի ուրացեք, մեր երկրին 15 թվի ջարդի կնանիք, որ հիմա հելեն կանես ժողովրդին տենան, կեթան իրանց նորից կգցեն ժայռերից։ Ամոթ է, ուղղակի ամոթ է, վերջ տվեք, սաղս էլ հայ են։ Ով ում համար է ապրում ստեղ, մեր հողի, մեր ջրի համար, ինձ համար կապ չունի, ով է, մարդ է։ Գագիկ Ծառուկյանի շալվարը տանես գցես, այդ տվյալ մարդկանց բալկոնի դեմը 10 օր տնից դուրս չեն գա, ամոթ չեն անեմ, Մասկով մարդ ես, մտել ես տունը, մի քիչ կարգին կարելի է մարդկանց հետ, մեծ մարդ է։ Ի վերջո, ես վրդոված եմ մեր բոլոր ոստիկանական կազմի վրա, մարդ եղեք, դուք էլ կնիկ երեխալ, մեր հեր, գերեզման ունեք, չի կարելի, ուղղակի չի կարելի։ Ինձ էլ ներող կնեք, եթե որևէ մեկին էլ վիրավորել եմ, Աստված թող ինձ ների։ Ժողովուրդ քիչականը ոնց որ եկավ։ Սուրենավանից եմ, Արցախի փողոց 50 շենք դռով 3, եթե կամ մեկ ուզում է ինձ տենա, կընտրեմ, ես ոտաբոբի խռացող մարդ եմ, ոչ մեկից է չեմ վախ, իմ մահից է չեմ վախ։ Ստեղ խնդիրը է, որ մեզ ոչ թե ասենք մեր տնօրենը ամեն ինչ եկել է մեզի ասել է եկել է մարդերը լուծեք ասի որ հարկ չլուծես ձեզ էլ փող չեն տալու ձեն էլ ով է տալու ես մեր պատասխան ով է տալու ես Դուրս եկեք մեր բոլորի պատասխանները, որպեսզի կարողանաք տալ։ Մեզ համար մի բան մտածեք, ոչ մեկը։ հացեք Մեզ մի պատասխան կտար, նոր կգնաք առաջ։ Մեր առեց խոտը իրենց առաջել ապա, մեր գործարանն է։ Սա մեր գործարանն է, մեր քաղաքի գործարանն է, մենք ենք որոշում այստեղ ով կլինի, ով չէ։ Պատասխան տվեք Համաձայնես
Ուղղը մեր հարցերի Ժողովրդի ախպեր մենք մեր գործն ենք ուզում ենք օրական չկործնենք ձեր մեզ։ Մենք էլ ձեր պես ուզում ենք օրական չկործնենք ախպեր, ով է մեր օրականները տալու։ Այդ բարի մարդ կար Հայաստանում բռնիկ կալանավորիկ։ Պլոմբը պոկեն, եթեթվել պլոմբը պոկեն, թողետան պոկեն, ախպեր։ Հերիկա որ պալոմը պոկեն։ Հերիք հելա վարդեն ախպեր։ Եսի գելավը բոլոր չինգեր եստեղ աշվետով բանգեր ադասները։ Ենա իրանք են, Ես ժողովուրդը օրականը կործնենք ձեր արածով։ Ես օրակը իչան է։ Եկել եք մարեմի ավսը։ Ես քանի հազար մարդ Ենա արո երկուսն էր։ Ինչ պատասխան տալու ես մեր Պարոն Փաշինյանը։ Ժողովուրդը իրան են ընտրել, որ այսօր սրան եք արժանին։ Այն միջայլոց ասեմ, Ծառուկյանի մեծ հոգությունը, պարոն Ծառուկյանի։ Այս ժողովրդի երևի կեսից ավել էլ ընտրելա ԿՊ-ի խոսքի, որ ավելի լավ է։ Բայց ինքը ժողովուրդը կեսից ավելի մասին մի ասել, երբեք մեզի չի ասել, ոչ մեկի։ Մերն են, մեր երկրի, մեր քաղաքի ժողովուրդն է։ Ամեն մեկը իր հայացքներն ունի, իրաց ցավը տանեն, այստեղ այտենց էլ մեզի ընդունել։ Այսինքն ոչ մեկ չի ուղղորդել ու գար մեզի ուղղորդել։ Էսի հացի խնդիր այն տենցել որևէ մեկին որևէ մեկը չի ասել։ Ամեն մարդ իրականություն, որ ժամանակներում ենք ապրում, որ ինչ-որ մեկին կարաս ուղղորդել։ Թող մի ամիս աշխատավարձ ստանան, այդ տվյալ մարդը որ փակել է։ Ժողովուրդ Գործարների տակ շռան ու մի օր այն են Աղբիճակվի պլոմները պոգենք աշխատենք։ Եկեք ժողովուրդ։ Նշանակե ժողովուրդը մտիր աշխատանք անի։ Էս ինչա։ Յան ինչ է մեր գործարանը։ Ժողովուրդ ջան, եկեք։ Բոլորս մտնում ենք ներս։ Ալո ինչ գործ։ Իմ մարդուրա, իմ Ինչքան հանդուրժան ենք ժողովուրդ, հերիք էլա հոլ եղավ։ Դուրնիկ եք մի անցեք, ժողովուրդ, եկեք սենց։ Ելեք մեր ձերեսորը օրականը գտում ենք սաղին։ Գործարաններ են կարոտել, այս ինչ բանա, կարոտել ենք իրոք մեր տարածքներ են կարոտել։ Կարոտել ենք տարածքին, աշխատանքին, չի կարելի ասիչ ասել։ Այս բազմությունը ապրում ենք սրանով, ու միշտ միջև ամսի 10-ին աշխատված ենք ստացել։ Պատկերացեք, եթե չստանանք ոնց ապրենք, բանկերը կա հարցնենք մեզ աշխատավարձ ստացել ես թե չէ։ Իրոք ինչ շատ ծանր վիճակ է, բոլորս վիճակ է, ասիչ ան, այս հարցին լուծում ապրենք։ Էլի թո ինչ ուզում էին անեին, բայց հանգիստ ճանապարհում, ոչ թե սեն ջորքի մնասել։ Մեղք ենք մենք։ Սա էլ է կոչվում ցեղասպանություն։ Այո, իհարկե։ Կոնկրետ ցեղասպանություն։ Ամբողջ Արարատի խանութները առևտուր չի ինում, որտեղ զավդի աշխատողներով էին ապրում այդ խանութները։ Ճիշտ հասկացեք։ Հասմիկ ու խաղ։ Ստեղ եմ, արի։ Այնելու ներներ չունեն։ Հետո
շատ ցավ։ Ողոս։ Լավ արեցին տանգանձենները։ Տիկին Բալայան ջան, Դրել եմ մի օքինան խամաճ բանի տեղ դրել թագի։ այն անգամ ծառի ճյուղում կարոտել են։ Որտեղ տնի դուրս գա։ Մեր ծառերը սակին 90 թվին որ ասում էին ով Հայաստանից դուրս գա վերջինը Լույս Թողանջատի, այսօր մեր ցեխում այդ վերջին Լույս անջատողը ես էի։ Սիրտս մեզ լցվեց, արկած որ զանգինասին առավոտը մարդ չի գալու։ Ցեխը ուշադիր, լուսամուտների հատուկ ստուգելով, սաղ հոսանքով բանով, վերջում մտածում սառնարան անջատեմ, թե թողը միացած։ Հետո այտենց դուրս է։ Այսօրվանից նրա պազարնիկները, էներգաբլոկը, մեկին հետև են թողացին։ Այդեղին բարձրավոր գարուներ են, պազարնիկներն է զատկան տան։ Լայվս ընդհանուր տվել եմ, որ բոլորը կարողանան նայել։ Հեսա հավ Իմ շատ սիրելի Սյուզի Բադոյան, ես քեզ սպասում եի այստեղ։ Եթե կարող ես, խնդրում եմ միացիր։ Լավ, շնորհակալություն։ Չգիտեմ որտեղ աշխատում, բայց Բարև ձեզ։ Լավ եք։ Շնորհակալություն։ Եկել են նայել
Հեն վարճան։ Կանոնչի բան է։ Չէ։